Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ պայծառատես Նարինե Մկրտումյանին։ Բարև ձեզ Նարինե, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Նարինե, ուզում եմ խոսենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, մարդկանց մեջ այս ագրեսիան, ատելությունը, իրար վիրավորելը, ինչի հետ եք այս ամենը կապում։ Կարծես թե նախկինում ասում էինք մենք հայ ենք, մեր ավանդույթների մեջ կա այս արժեքը, այս ամենը։ Մի խոսքով կարծես թե փոխադարձ իրար լսելու ունակությունը, իսկ հիմա չարությունը կարծես թե շատացել է, փողոցներում բողոքի ակցիաներն են, մարդիկ դժգոհում են աղքատ վիճակից, դժգոհում են գումար չլինելու, աշխատանք չլինելու, ինչպես նաև անվտանգությունից մեր սահմաններին կրակում են։ Ինչպես եք բացատրում եւ ինչ դեպքեր եք այս ընթացքում ունեցել ձեզ մոտ, որ մեզ հետ կարող եք այսօր կիսվել։ Դեպքեր շատ եմ ունեցել, բայց մեր սահմաններից, խոսենք մեկ է երկրից, կոնկրետ մեզ պետք է հեղափոխություն լինի, իշխանափոխություն լինի, քանի որ տարածքները ես էլ եմ տեսնում, տեսիլքով ու նաև մարդիկ էլ են բաց աչքով տեսնում, որ ուզվում է փոմանրից տարածքներ զիջվի։ Իսկ դա մեզ պետք է չի, ես թվում է ժողովրդին, ոչ թե ես թվում այլ պարզ կխոսեմ, իրանց համար մեկա ով կլինի, աթորին ինքան որ իրանք խաղաղ պայմաններում ապրեն եւ իրանց տարածքները մնա, ոչ մեկին ոչ զիջեն, ոչ հայրենիք կորցնեն։ Իսկ գումարի մասին հաստատ ամեն մարդ պիտի ինքը իրանը ստեղծի, դա ընդհանրապես հարստությունը պապական կողմից է լինում կամ ինքը իր համար ստեղծում, ասենք, նենց չի որ այս պրեզիդենտը մնաց վարչապետը այս այաց գլխով թափվում է, չէ, ուղղակի հեղափոխություն լինի, մարդկանց համար է տարբերություն չկա, կլինի ով, որ մեկը կլինի, ինքան որ իրանց սահմանները պետությունը լինի, իհարկե, չէ, ես չեմ տեսնում, եթե մնաց այս իշխանափոխությունը ոչ մի բան նորմալ չի լինելու, պարզ խոսեմ, մարդիկ էլ հասկանան, անգամ տեսեք այդ տրանսպորտի պահը, էդ էլ ասուտի բան, առանց էդ էլ այդ մարդիկ ապրում են, այսինքն աղքատների համար ավելի են դժվարացրել իրավիճակները, առանց էդ էլ չունե, որ մարդիկ զորով են, մի կերպ ապրում տալոն պիտի լինի, գիշերը գնում ես ճանապարհով, տեսնում ես սաղ կաղնած, ես էլ եմ անգամ իմ օգնականից ասում, հասցրեք ես իշտեղը, որովհետեւ կանայք, մեծ տատիկներ, ջահել աղջիկներ կաղնած, որ տալոնի ժամկետը գնացել է կամ տալոնը չի անվում, էդ էլ էլի, էդ էլ այսինքն դժվարացել է ժողովրդի ավելի շատ իհարկե, հա, լավանալը փոխարեն սաղ հետ է էլի գնում, ես թե ժողովուրդը, ես չգիտեմ, ես իշխանությունը ինչն է այստեղ լավը, ճիշտ կլինի բոլորը ոտքի կաղնեն եւ իշխանությունը փոխվի։ Լավ, դա ձեր կարծիքն է եւ գտնում եք իմ կարծիքն է, հա, կոնկրետ ես լինելու դեպքում նոր ինչ որտեղ այո, իմ կարծիքն է, բայց դե ես հայ ազգի կարծիքներ պետք է էլի դա լինի։ Ինքան որ ասենք, այստեղ այդ իշխանությունը մնալով դեպի դրական կողմը ոչ մի բան չի գնում, բացի բացասականի։ Հիմա անցնենք դեպքերին, ովքեր են այս ընթացքում ձեզ դիմել, ինչ պատմություններ այսօր մեզ հետ կկիսվեք։ Եվ հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ կրկնում եմ, նրանք ովքեր հավատում են նման երևույթներին, այսօր ինչի մասին մենք խոսում ենք, թող մեզ դիտեն, իսկ ովքեր ոչ, կարող են անջատել հեռուստացույցը եւ մեկնաբանություններում չգրել այն ինչը որ կարելի ասել հարիր չէ ոչ մեկին։ Այնպես որ Նարինեն լսում ենք ձեզ։ Դեպքեր շատ է եղել, թե հիվանդների հետ կապված, թե ազգականի հետ կապված, գալիս են իմ մոտ դիմում են, օգնում եմ, օգտակար եմ լինում։ Դե չունեու, ասենք, անապահով ընտանիքների սննդով օգնություններ գնում է, անպայման է գնում, բայց մնացածների հետ աշխատանքը գնում է, էլի։ Եթե ազգականի պահով են գալիս, պարզ ասում են, որ տվյալ մարդը զբաղված են տեսնում։ Դեպք կպատմեք անձնականի հետ կապված։ Այո, ազգականի պահով լիքը ընտանիքներ, պարզ կխոսեմ, որը իմ մոտ գրանցված են 60-ից ավել ընտանիքներ, թե օնլայն տարբերակով, այլ պետությունից, թե Հայաստանի մեջ մեծ մասամբ ընտանիքները քանդվում են այդ առումով, որտեղ սեր չկա։ Եվ դա նաև ծնողների խնդիրն էլ է, որովհետև տեսեք, հիմա իմ մոտ գալիս են, ասում են, պապիկի մահանալուց հետո մայրիկի մահանալուց հետո այդ ընտանիքը քանդվել է, ոչ տղամարդն համար աշխատում, ոչ կինն է տղամարդու համար աշխատում, ընտանիքը չեն պահում։ Իրանց օգնում էին ուղղակի։
ուղղակի ամուսնացրել են, օգնում են, իսկ եթե այդ օգնողները չկա, այդ ընտանիքները քանդվում է։ Այսօր լիքը ընտանիքներ, որ իմ մոտ գրանցված են, գալիս են, հենց կոնկրետ խնդիրը դա է, որ իրանց ամուսնությունը չի կարող լիարժեք գնա։ Քանի որ ոչ սիրելով են կյանքները կապում, մեկն է կողքից օգնում է, հետո այդ օգնող ձեռը չի լինում, այդ ընտանիքները բաժանվում են։ Հիմնական դրա վրա այդ առումով են գալիս։ Մեծ մասը գիրկապանք է լինում, որը պարզ տեսնում եմ։ Կինն անգնում տեղաշորի տակ առանց ոչ մի խնդիրի, լավ վիճակում միանգամից ընկնում է տեղաշորի տակ։ Տանում են հիվանդանոց, դիագնոզ չեն կարողանում գտնել, բերում են իմ մոտ, միանգամից անունները ասում եմ, ով առել եւ աշխատանքը գնում եմ, այդ մարդը լավանում է։ Հիմնական Սուրբ Հոգու բժշկությունով են դիմում։ Դիմում են, նաեւ քահանաներ են դիմում։ Այս վերջի օրերին է եղել մի հատ բարձր պաշտոնի մարդ է դիմել ինձ, գնացել եմ իր տունը, որ իր տղան արդեն խաղաղարության ճանապարհին էր։ Դեղ ու երկու քահանաներ նստած տանը։ Հենց մտել եմ, ես միանգամից խնդիրը տեսել եմ։ Կոնկրետ ինչից է այդ տղան այդ վիճակում, ճիշտ ասած, ինքը տատիկի հետ մի քիչ վատ հարաբերության մեջ է եղել։ Տատիկին շատ է նեղացրել միջև մահանալը։ Ու չարը կարողանում է տատիկի կերպարով գա իրան սկսի տանջերը։ Թե երազների մեջ, թե իրական կյանքում ու դիմել են, կանչել են, գնացել եմ երկու քահանաներ նստած, բա ոնց անենք այս տվյալ մարդը որ ոտքի կաղնի, դե իրանք աղոթում են, իրանք խունկ են վարում աղոթում են, ու ես հետևը տեսել եմ չար հոգում, ու սկսել եմ աշխատելը, հանել եմ եւ իրան շնորհակալությունը ասել եմ։ Ուրիշ ինչ դեպքեր կան, Նարինե։ Դեպքեր շատ կան, գալիս են տարբեր հարցերով, հիվանդություններով գալիս են, իրանք խոսում են, ասենք իհաց սրտից, ես միանգամից տեսնում եմ, որ արգանդի կողքը արդեն ամբուժելի հիվանդություն է գալիս, թաքնված հիվանդություն կա։ Ասում եմ, չեն հավատում, գնում են բժշկի դիագնոզով գալիս են, ու սկսում եմ աշխատելը։ Իմ մոտ վտանգավոր դեպքերը շատ արագի մեջ բացվում են, շատ արագի մեջ է լինում։ Օրինակ, ինչ վտանգներ եք տեսնում։ Վտանգները տեսնում եմ թե հիվանդության պահով, թե ազնականի պահով։ Գալիս են, ասում են, որ մեր նշանացի նկարը, տեսնում եմ, ասում են, որ ձեր նշանածը զբաղված է։ Այս տվյալ մարդու հետ մոտիկը տեղա ցույց տալիս, կապի մեջ է։ Ես երկար ամուսնություն չեմ տեսնում։ Բաժանություն լինում է, վտանգները լինում է տարբեր ձևերով լինում է։ Գալիս են իմ մոտ, բա մայրիկի բերել ենք, մի հատ մայրիկին չես նայի, այդ տվյալ մարդուն էլ չեմ տեսնում իր էներգիով։ Արդեն իմ մոտ բացվում է, որ իրան փակաստանում են։ Ես տեսնում եմ պարզ, որ ոստիկանության ավտո եմ տեսնում եւ ասում եմ դու մի ամիս ես քեզ դաժե չեմ տեսնում դրսում, քեզ փակելու են։ Ու տենց էլ լինում է ողոք եւ այդ մարդը փակվում է։ Տարբեր տես խնդիրներով, վտանգավոր խնդիրներ, հիմնական տեսեք, քանի որ ծերից իր վտանգավոր խնդիրներն է, ինքը արագի մեջ տեսնում։ Իմ մոտ այդ վտանգներն է բացում, եթե կարողանում եմ լիքը մարդկանց օգտակար եմ լինում, այդ վտանգից քաշում եմ, իսկ ովքեր ձգձգում են, որ չէ, մի քիչ հետո բան, իրանց մոտ արդեն դա լինում է, հետո են դիմում։ Այդ ձև կարողանում եմ օգտակար լինել։ Նարինե, այս դեպքը որ պատմեցիք, որ թորնիկը վատ է վերաբերվել տատիկին եւ դրանից հետո տատիկի մահից հետո փաստորեն թորնիկի վիճակը վատացել է։ Դա ինչի մասին է խոսում, որ ընտանիքներում պետք է լինի ձեզ որպեսզի չհասներ, հարգանք պետք է լինի մեկը մեկի նկատմամբ։ Տեսեք, ընտանիքներից էլ ամեն ինչ գալիս, հատկապես ծնողներից։ Ընտանիքներ կան, որ իրանց երեխաներին ընդհանրապես ամեն ինչը ընտանիքից է գալիս, հիմնականը։ Ամենաառաջինը ընտանիքներից է գալիս, որովհետեւ այսօրվա վրա ընտանիքներ կան, որ իրանց հարազատներին լրիվ թողած են, էլի, դիրություն չեն անում։ Այդ չարությունն է, անհարգալից վերաբերմունքն է, եւ այս ամեն ինչի հետ եք դուք բացատրում, ամբողջ երկրում, ամբողջ աշխարհում է այս իրադարձությունները տեղի ունենում, թե միայն մեզ մոտ է, ինչպես եք։ Ձեզ դրսից էլ դրսից լիքը հաջախորդներ։ Նույն խնդիրներով են դրսից ձեզ դիմում, թե տարբեր է դա։ Քիչ թեթև են։ Այստեղ խնդիրները շատ է, տապետությունից էլ է գալիս, բայց դրսից մի քիչ ավելի թեթև խնդիրներով։ Դրսից այն մարդիկ, ովքեր գնացել են Ամերիկա, իմ հաջախորդներն են դիմում են։ Այնտեղ հազարավոր մարդ ունեն, որը դիմում է WhatsApp-ի, Viber-ի վրա։ Դուրսում խնդիրը լրիվ ուրիշ է։ Դեռ գնում են միանգամից ուրիշ շրջապատի մեջ են գնում։ Դեռ չապրած դեր մահանում են։ Դիմել են, տես մեկը ոչ թե մեկը, այլ շատերն են դիմում, մեկին ուղղակի ասել, որ մահ եմ տեսնում։ Այդ ինչը դու իմ անում ես, դրանից պիտի կանես։ Դեղ էլ լրիվ ուրիշ խնդիրներ է։ Ստե լրիվ ուրիշ խնդիրներ է, տարբեր էլի։ Տարբեր խնդիրներ։ Այդ խնդիրները մի փոքր բացենք փակագծերը, այսինքն ինչ խնդիրներ են։ Մայրերը դիմում են որդիների ֆինանսական, ասենք, դժվարությունների համար, ընտանիքների քանդման համար։ Ընտանիքների տեսեք, լինում է դեպքեր այսպես,
հայ աղջիկ, որ ամուսնանում է հնդիկի հետ, գնում է Ամերիկա, հնդիկից բան չի հասկանում։ Զանգում է լացելով, այս հնդիկի հետ կամ ապրած կամ չէ, մենակության մեջ ես տարապում եմ։ Ու տեսնում եմ, որ տեսիլքով սաղ բացում է, թե ինքը միջև չաս, դաժե անգամ որ չի ասում, ես տեսնում եմ ինչ խնդիրներ է, եւ ասում եմ, քեզ պետք է եւ տեսնում եմ կոնկրետ որ փողն է, էլի պատճառը հնարավորություն են։ Եվ այդ մենակությունից ասենք լինում է տես դեպքեր։ Իսկ նարին է լինում են դեպքեր, երբ ձեզ գրում են կամ զանգում են, դա օնլայնի մասին է խոսքը, դուք խոստանում եք մարդկանց օգնել, աջակցել, իսկ հետո չի ստացվում, ասենք ձեզ մոտ եղել է դες դեպքեր, թե հեռավորությունը ինչ որտեղ ձեզ խանգարում է, թե ոչ։ Չէ, հեռավորության տակ նկարը որ ուղարկում են, չէ, իրանք խոսում են։ Իրանք արդեն միջև խոսել է, ես ասում եմ, տվյալ մարդը քանի անգամ հոգեբուժարան ընկել, քանի ինչքան խնդիրներ ունի, սրտից էլ անգնելով ոտերը լրիվ թույլ է, ընտանիքում անձնական կյանքը լավ չէ, ստաղ իմ մոտ բացվում է, եւ ինչ լինում է սաղ փաստերով։ Նարինե, իսկ այդ ամենը պետք է մարդկանց ուղիղ ասել, այդ վատ բաները թեկուս, այն ինչի մասին, որ հիմա մենք խոսում ենք, որ այսպես է լինելու, այսպես է։ Չէ, դե որ դու իրանց միանգամից ասում ես, իրանք արդեն ասում են դու սաղ տեսնում ես։ Իսկ չեն ասում ոչ նման բան հնարավոր չէ, մեկը տենց եղել է, միջայել տղա մայրիկի հետ իր մամայի հետ եկել է, ինքն ասել են ոտերը վատ եմ տեսնում, ոտերը չի գնում ընդհանրապես։ Սիրտը տելավատ, ողնաշարը տելավատ, ասես նման բան չկա, ասում ոչ չկա, համ տեսնում եմ, համ ցավն եմ զգում։ Հետո մայրիկը մտավ, ասեց ինքը մի քիչ ամաչկոտ է, ոտերն էլ ավիրահատված, իրան ուռուցք է էլի եղել։ Դրա համար այդ ուռուցքը տվել է ոտերին է, ողնաշարին էլ, ինչ տեսնում ես, սա իրականը պրոստը ինքը ամաչկոտ է։ Տեսեք ես հիմա մի բան ասեմ, մարդ ա եղել, ես ինքը եկել եմ մեր տուն, ես իա պարզ ասել եմ, ես 2 անգամ վթար եմ տեսնում, 7-րդ անգամն էլ լինելու, բեր աշխատեմ վթարը կանգնեցնեմ։ Հա այդ 2 անգամը ճիշտ ասեցի, բայց այդ 7-րդը հալամ թողենք մի կողմ։ Գնաց վթարի տակ ընկավ, զանգեց ասма դու որ տեսել ես, խի չես օգնել։ Եթե դու դե աշխատանքը չես ուզեցես վերցնել։ Հա ես էլի կարամ քեզ օգնեմ, ես իմ կողմից աղոթել եմ, բայց հզոր աշխատանք կատարելու համար դու համաձայնություն չես տվել։ Ես քարյունների վրա եմ աշխատել, դու պիտի ընկնեիր հիվանդանոց, դաժե որ թուղթը ձեռդ որ պարկեիր, դու պահի տակ լավացել ես, այդ իմ շնորհիվ է։ Բայց ես քեզ ասել եմ, որ քեզ այդ խնդիրը սպասում է, պետք է լինելու, քո վրա հզոր ձևով աշխատել եւ դու էլ ես պետք լինելու։ Թեկուզ քո նկարը, քո տվյալները, կոորդինատները չի եղել, ես մենակով ես ինչ կարայի անայի։ Ասենք, իսկ մարդ կա գալիս է իմ մոտ ցավերի մեջ, ցավերը կտրվում է, դե տեսեք, քանի որ ունեմ ինձ բուժիչ հատկություններ, սուրբ հատկություններ, չէ, ցելիցիլ եմ։ Հիվանդությունները կտրվում է այդ մարդուն, գնում է տուն, մի 10 օր շատ լավ է։ Մի 10 օրից հետո զանգում է, ասում է դու խարդախ ես, ասում եմ ինչի եմ խարդախ, ասում է ցավերը սկսվել է։ Հենց գալիս եմ քո մոտ կտրվում, ասենք, քանի որ ինձ ունեմ բուժիչ հատկություններ, հիմա աչքերի մեջ է կա այդ հատկությունները, դե երկրագնդից այլի դա տված, դիեզերքից աստծո կողմից, այդ պահը անցնում է։ Մարդիկ կան գիտեն, գալիս են ասում են մեզ ուշ նայիր, նայում են ինձ, որ այդ ոնց որ արեգակի ճարագայթների եւ դիեզերքի տակ եմ աշխատում, ցավերը իրանց կտրվում է, հենց գնում են արդեն երկար ժամկետով, չեն գալիս, ցավը նորից սկսվում է։ Եվ գիտեն թե այդ ես եմ անում, բայց ես вообще ընդհանրապես բան չեմ անում։ Բայց փաստորեն երկրորդ, երրորդ անգամ էլ են գալիս նորից օգնության ակնկալիքով։ Չէ, դա աշխատանք չեմ վերցրել, աշխատանք վերցնելը ուրիշ է, նայելը ուրիշ է։ Ուղղակի գալիս եմ որ նայեմ։ Նայում եմ, ցավերը կտրվում է, դե էներգիան փոխանցվում է։ Գուգլում են, դրանից հետո ցավերը սկսում մտածում են թե ես եմ, էլի, բայց ես ոչ մի բան չեմ անում։ Ուրիշ ինչ հետաքրքիր պատմություններ կպատմեք մեզ։ Տարբեր խնդիրներ լինում է, շատ օրինակ Նարինե, պատմություններ դուք սկսել եք այս ձեր գործերի մեջ ընդգրկել նաև ջուրը, դափնու տերևը, շարունակ բնական քայլերը, բնական քայլերը, ջուրը մաքրում է։ Իսկ ու եթե մարդիկ չեն կարողանում ձեզ դիմեն, օրինակ կարող եք իրենց ինչ-որ մի խորհուրդ տալ, որ եթե ինչ-որ բան է նկատում տանը, այդ ջուրը ինչպես օգտագործեն իրենց այս շրջապատը մաքրելու համար, ինչ կարող են անել։ Ջուրը նայելով աղոթում են, այդ աղոթած ջուրը թողում են մի օր գոնե տանը մնա։ Ու նաև խունկ, հա, տեսեք ուրեմն հիմնականը չարը վախենում է խունկից։ Բայց մասնագետներ էլի պետք է աշխատի։ Եթե չեն կարողանում մասնագետին դիմել, որտեղ ընտանիքներ կա, որ իրենք հենց այդ խունկը վառում են եւ այլն, ինչ անեն, գոնե մի փոքր իրենց վիճակը թեթևացնել, եթե չեն կարողանում ձեզ դիմել,
կամ անհարմար են զգում ինչ որտեղ զանգահարել կամ ինչ որ հարցեր տալ, ինչ կարող են մարդիկ անել։ Շաբաթը մեկ անգամ խունկ վառել, ամիսը մեկ անգամ եւ ինչպես այդ ջրի հետ աշխատել։ Տեսեք մի հատ տենց կինից մոտեցավ խանութում, ասաց իմ մայրիկս մահացավ, մայրիկից հետո մահացավ իր աղբերը, հետո հաջորդ աղբերը, ինչ կլինի պատճառը։ Նայելով իրան տեսել եմ, բառնել եմ ասել մի անգամից անուններ, ով է էլի դա անում։ Ասաց այո, հենց ինքը մահացավ, սա իրար հերթևից մահանում են։ Որպեսզի այդ մահերը կանխվի, ես իրան ասել եմ գնա գերեզման, ինչ դիր եւ ինչ արա, որպեսզի դա կանխվի, որովհետեւ այդ տվյալ մարդի մահանալուց հետո ես մի անգամից իրան ասեցի, բոլորը հերթով գնում են։ Եվ ես դա իրան ասել եմ, որ անպայման պետք է անես, մի օր էլ չի ուշացնես, որ այդ մահերը կանխվի, որովհետեւ ես տեսել եմ, որ այդ 3 հոգով դեր չի բավարարվում, էլի դա դեր շարունակական գնալու է։ Իսկ ընտանիքներ կա, որ միանգամից, ասենք, ամուսինն է փոխվում, անճանաչելի է դառնում, կամ տիկինն է փոխվում, կամ միանգամից ծանր հիվանդություն է մտնում, միշտ դա լինում է գիրկապանքի միջոցով, միշտ ու չարերի միջոցով։ Չարը կա, որովհետև իմ մոտ մի հատ երեխա են բերել, ինքը լրիվ վախեցած է, ու մտածել են, թե ինքը հոգեբուժարանի էլի անդամ է։ Բերել են այդ երեխուն, ասում են այդ երեխան երբ որ պարկում է, ինքը իրան գորգորում է։ Ես այդ երեխու հենց այդ երեխուն բերել են նստացրել, ես իր հետևից սատանային տեսել եմ։ Ու մի անգամից աշխատել եմ, հանել եմ։ Հիմա այդ երեխան պարկելուց չի գորգորում։ Երբ որ մեկն է տեսնում, այդ մեկը չի կարող այդ 10-ին բացատրել, բայց որ 10-ն են տեսնում, արդեն բոլորն են իրար օգնում, էլի հասկանում են, որ կա այդ նման բանը։ Ասում եք չարը վախենում է խունկից, այսինքն տանը ինչ կարող է մարդն անել, սովորական մարդ տանը խունկը պետք է վարի աղոթի։ Ընդամենը։ Սովորական մարդը չի կարելի չարի դեմը կանգնի։ Չարը անգամ ինձ է խփում, ես ընկնում եմ։ Ես վեր եմ կենում արդեն, միջև ես այդ հոզորացնեմ, որ չարին քաշեմ, ինքը դեր ուժը շատ է, էլի։ Սովորական մարդը չի կարա չարի դեմ, մի քիչ դժվար է լինելու։ Ամեն դեպքում տանը խունկ վառելը ընդունելի է, կարող են։ Դա կարան այդ չարացած հոգուն հանգստացնեն։ Բայց չհանել տանից։ Չեն կարելու հանեն, չէ, անհնար է հանելը։ Իսկ ջրի հետ կապված ինչ են անում մարդիկ, ասում են ջուրը աղոթում են եւ մեկ օր թողնում են, աղոթում են։ Եվ դրանից հետո այդ ջուրը թափում են, ջուրը խմում են, ինչ են անում։ Այդ ջուրը ծառի տակ է պետք թափած։ Այդ աղոթած ջուրը, այդ ծառը ինչքան աճում է, իրանց գործերը դեպի դրական կողմն է։ Դուք ասում եք նաեւ դափնու տերևի հետ կարելի է աշխատել։ Դափնու տերևը դա պայծառատեսության մեջ է գումարը, մարդիկ դիմում են ինձ, ես աշխատում եմ, ես բռնում եմ ձերքովս այդ դափնու տերևը եւ հատուկ կոդ կա, ասում եմ։ Այդ կոդից հետո տալիս եմ իրանց մոտ ամբողջ ամիսը գումարները գալիս է։ Եվ իրանք էլ դժգոհ չեն, էլի, ընդհանրապես չեն դժգոհում։ Եվ Նարինե, հեռախոսահամարը ինչով կարող են ձեզ զանգել եւ 094 99 47 98 նույն հեռախոսահամարը եւ լինում է զանգեր, որ ասում են ձեզ հետ չեն կարողանում կապվել։ Ես բոլորին հայտարարում եմ, որ մի անգամից գրեք WhatsApp-ի, Viber-ի վրա, անգամ հաճախորդներից եմ հայտարարում, գիտեք ինչի, որովհետեւ ես չեմ կարող, իմ զանգերը շատ են։ Լավ է մի անգամից WhatsApp-ի վրա գրեմ, որ ես կարողանամ բոլորին պատասխանեմ, քան թե միաժամանակ WhatsApp-ի, Viber-ի պատասխանեմ, մի հատ զանգերի։ Բայց դե ամեն դեպքում դուք աշխատում եք եւ ընդունում եք հաճախորդներին եւ այո, ես ընդունում եմ։ Եվ աշխատում եք նաեւ։ Ես չի ընդունում։ Լորի մարզ եմ եղել, բայց հիմա սկսել եմ ընդունել, որովհետեւ ժողովուրդը բողոքում են, որ անպատասխան եմ մնացել։ Այնպես որ եթե մարդիկ կան, ձեր կարիք ունեն, կարող են զանգահարել, հերթագրվել եւ գալ։ Եթե ավելացնելու բան չունեք, Նարինե, այսօր նոր պատմություններով կիսվեցիք մեզ հետ եւ եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ նրանք ովքեր ունեն ձեր կարիքը կարող են զանգահարել, նրանք ովքեր չեն վստահում, չեն հավատում, կարող են այս հաղորդումը ընդհանրապես չդիտել, այնպես որ դուք կաք, աշխատում եք եւ նրանք ովքեր ձեր կարիք ունեն։ Օգնում եմ մարդկանց, այո, եւ ցանկանում եմ բոլորի ընտանիքներում լինի խաղաղություն, ամենակարևորը ընտանիքներում թույլ մարդկանց, հաշմանդամ մարդկանց, նեղ իրավիճակի մարդկանց պիտի միշտ օգտակար լինեն։ Ամեն ինչ առաջնահերթ ընտանիքից է գալիս։ Եթե ընտանիքի մարդը տեր չի իր արազատին, դրսում ընդհանրապես տեր չեն։ Պետք է լինելու առաջնահերթ ընտանիքներում իրար օգնել։ Այսինքն սիրեք իրար, եղեք հանդուրժող, հարգեք իրար ընտանիքում եւ եթե այս ամենը լինի, խնդիրներն շատ քիչ կլինեն, ձեզ էլ չեն դիմի ինչ որ հարցում, ինչ որ օգնության տարբերակով։ Չէ, դիմելը դիմում են,
լիքը մարդիկ են դիմում, շատ են դիմում, անգամ որ ասում են Նարինեն ուշացնում է, Նարինեն չի կարա էլի, ասենք, իմ մոտ 100-ից ավել WhatsApp-ից վրա զանգեր է լինում։ Նարինեն, պաշտոնի բարձրացման հետ կապված եղել է, որ ձեզ ինչ-որ ասեն, մի չամտեք պաշտոններս բարձրանա աշխատանքը։ Պոլիտիկներ, հա, եկել են, մտել են, հա։ Եվ դուք տեսնում եք նրանց ապագան, եղել են մարդիկ, որոնց ասել եք այդ քաղաքականությամբ ենթադրեք մի զբաղվեք, դա ձերը չի։ Եղել է այդպիսի բան։ Չէ, գալիս է, ես բան չեմ ասում։ Ես արամ լսում եմ, տեսնեմ ինչ են էլի ասում։ Բայց ինչ եք տեսնում։ Եղել են տենց տեսարաններ, որ տեսել եք, որ այդ մարդը այդ ոլորտում չի ունենալու ապագա։ Եվ ասել եք, ասել եմ, լինելու վայ եղել, հա, մարդ ա եղել, ասել եմ չի լինելու ոչ մի բան։ Դե իր ասնա աթորի կռիվն է, էլի։ Աթորի կռիվն է, այսինքն երբ որ գալիս են ձեզ մոտ, զուտ աթորի կռիվն է։ Հա, իրաք է դրա հավարը, դելի գալիս։ Տեսնով աթորի վրա նստել։ Իսկ հիմա դուք տեսնում եք հետագայում աթորների վրա ովքեր են նստելու, հիմա տեսնում եք։ Դե հետագայում ես չեմ տեսնում ապագա մեր Հայաստանում, էլի իշխանապողություն պետք է լինի։ Նույնպես է մեր հայ ազգը, բայց այդ փոփոխությունը դեռ չեմ տեսնում եմ, արդեն տեսնում եմ, որ ազգի կեսը մեծ մասը էլի հասկացել է, որ պիտի փոխվեն, իրաց ապագա չկա։ Ես այդ մարդկանց դեմ չեմ ոչ մի ձև։ Մեզ համար մեր ազգին տարբերություն չկա։ Իրանք են թե կոպիտ ասած Չրինգարյանն է։ Օրինակի համար։ Ինքան որ մարդկանց սահմանները հանգիստ լինի, հայ ազգի էջներ չփակվի։ Այս մարդիկ չեն կարող պահեն հայ ազգի էջը։ Իվիճակի չեն պահելու, էլի, լավ կլինի սա ոտի կաղնեն, ասենք, ես կոնկրետ չեմ լսել, ես ժամ չեմ նայում, բայց ինձ դե իր հաճախորդների պատմելով գալիս են, էլի գնում են, որ ասել են մեղրու կալիդորը բացել են, մի անգամից ասել են այո, ասենք դա մի քիչ էլ են չէ, էլի։ Բայց դուք տեսնում եք դա բաց։ Ես դե 2 տարի առաջ չեմ ասել, որ Հայաստանն էլ եմ տեսնում, կիսատ պրատերի կես փոտալով են, դրա համար ապագա չկա, էլի, պետք է լինելու փոխ։ Կես տալը բացառելու համար, հասկանալի է։ Շնորհակալություն եմ հայտնում Նարինե այսօրվա փոքրիկ այս հաղորդման համար։ Հարկ լինելու դեպքում նորից կհանդիպենք, եթե նոր ասելիք կունենանք։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։